Իսկապես հալելույա փառք Տիրոջը։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ կրկին անգամ այս Facebook-յան ուրեմն հարթակից։ Ուզում եմ անպայման նշել, որ շատ ուրախ եմ, որ ամեն հինգշաբթի եւ ամեն կիրակի չեք մոռանում, միանում եք եւ մենք միասին այստեղ կիսվում ենք, խոսում ենք Աստծո խոսքը, ուսումնասիրում ենք Աստծո խոսքը եւ իհարկե համարյա բոլոր ծառայությունները, որ արվում են on-line ռեժիմով, պատտվում են այսօրվա իրադարձությունների շուրջը։ Եթե դուք պատրաստ եք, ես նույնպես պատրաստ եմ։ Թեման, որի մասին այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, ձեզ հետ խոսել, այսպես եմ վերնագրել. ընկերություն, որ օրհնություններ է բերում։ Երբ ես խոսեմ այս պատգամի նախաբանի մասին, դու կդժվարանաս հասկանալ, ինչ կապ ունի այսօրվա պատգամի նախաբանը այս վերնագրի հետ, սակայն ինչ եմ ուզում առաջարկել քեզ։ Եթե դու մնաս մինչև ծառայության վերջը ինձ հետ, դու այսօր անպայման եւ հասկանալու ես մեր պատգամի վերնագիրը եւ հասկանալու ես իմաստը եւ ավելին ասեմ, մի կարեւոր քայլ ես անելու, ընկերություն, որը օրհնություն է բերում, այն նաեւ իրագործվի քո կյանքում։ Լավ։ Շատ լավ, ուրեմն մենք նախորդ ծառայություններում քիչ չենք խոսել վերջին ժամանակներում ինչ որ կատարվում է այսօր ամբողջ աշխարհում, սակայն ես դեռ ստանում եմ նամակներ եւ դեռ ինձ հարցնում են, բա ինչ պետք է լինի միկրոչիպերի հետ կապված պատմությունը, կարծես շատ ավելի հիմա մարդիկ անհանգստանում են, ունեն մտածմունքներ, անհանգստություններ վերաբերող գազանի նշանի միկրոչիպերի մասին։ Գիտեք, շատ ծառայությունների մեջ ես արդեն անգամներ ասել եմ, որ եկեք առաջ չանցնենք ոչ մեկից եւ ոչ մի բանից, եկեք սպասենք, ամեն բան ունի իր ժամանակը, ամեն բան ունի իր ժամանակի մեջ իր տրամաբանական բացատրությունը, նաեւ ելքը։ Համաձայնվեք, որ Աստված ոչ մեկին անտեղյակ չի պահելու, որովհետև չի կարող այդպես լինել, որ կատարվի մարդկության պատմության մեջ եզակի մի այնպիսի դեպք միկրոչիպերի տեղադրում, որ չի եղել մինչև այսօր, եւ մենք անտեղյակ լինենք, ինչ անենք, ինչպեսի մոտեցում տանք այդ խնդրին։ Ես տեսնում եմ, որ դուք հարցնում եք, գրում եք, սակայն ուզում եմ կրկին անգամ այսօր ասել, որ ես չեմ պատրաստվում այսօր խոսել միկրոչիպերի մասին, բայց ինչ որ մի ձև այսօր հարվելու ենք այդ խնդրին, ինչ որ մի ձև։ Գիտեք, մարդ արարածը մի այնպիսի ստեղծագործություն է, որը սիրում է ծագած խնդրի պրոբլեմի մեջ տաս իրան բավարար պատասխան, սպառիչ, բավարար պատասխան։ Դու չես կարող մարդուն ասել այն ինչ որ այսօր կատարվում է, մի մտածիր, լավ կլինի, դու գնա ձեր տուն, կարևորը դու մնա տանը եւ փրկիր քեզ եւ փրկիր երկիրը, բան, այսպիսի արտահայտություններով իր ուսին խփելով իրան չես հանգստացնի եւ տուն չես ճանապարհի։ Եվ գիտեք, դա նորմալ է։ Ձեզանից յուրաքանչյուրը, ես էլ, բոլորն էլ ուզում ենք ցանկացած ծագած խնդրի պարզաբանումը, հա, չենք ասում 100%-ով, թեկուզ 100%-ով էլ շատ ցանկալի է, բայց մարդը ինչ որ չափ պահանջում է բացատրություն։ Գիտեք, Հակոբոսի թղթից մի հատ օրինակ եմ բերելու։ Միգուցե դուք ասես, բայց սրանց մեջ որտեղ եք տեսնում եզրեր, բայց տես որ կան այստեղ եզրեր։ Թեկուզ Հակոբոսն ասում է, երբ որ ձեզանից մեկն ու մեկը կգա եւ կասի, գիտեք, ես հացի խնդիր ունեմ, ես ծարավ եմ, ես մերկ եմ, մի ասա այդ մարդուն ուսին խփելով, օ ծարավ ես, մերկ ես, օ եղբայրս Տերը ողորմի քեզ, օ քույրս Տերը ողորմի քեզ, գնա խաղաղության, Տերը օգնական քեզ, ասма մի ասա տենց, այսինքն տուր այդ մարդուն իր պահանջը, հացա ուզում հաց տու, ջուրա ուզում ջուր տու, հարցա տալի, պատասխանի, այսինքն մարդ արարածը այս ստեղծագործությունը պահանջում է պատասխան, պահանջում է բացատրություն եւ դա նորմալ է։ Հիմա
ինչ բացատրությունն են տալիս եկեղեցու առաջնորդները այն խնդրի վերաբերյալ, որի մասին գրված է Սուրբ գրքում, եթե մարդիկ, որոնք չեն ճանաչում Աստծո խոսքը, որոնք իրենց սիրտը դեռ չեն տվել Աստծուն, այսինքն չեն համարվում դեռ Աստծո ընտանիքի անդամ, դեռ նրանք գիտեն, որ սենց բան գրված է Աստվածաշնչում, առավել ևս Աստծո որդիները, որոնք կարդում են եւ տեղեկացված են Սուրբ գրքից, որ նման բան գրված է։ Գիտեք, երբ տարիներ առաջ երբ դարձի եկա, դա 90-ականների կեսերն էր, երբ ես դարձի եկա, առաջի անգամ երբ որ լսեցի միկրոչիպերի մասին, գազանի թիվը 666, գիտեք, ես մի հատ յուրահատուկ շոկ եմ ապրել։ Ես եւ ընկա պանիկայի մեջ, եւ ընկա վախի մեջ, չգիտեմ ում հարցնեմ, չգիտեմ ով կտա բացատրություն, ում հարցնում էի, բացատրությունները տարբեր էր, մեկնաբանությունները տարբեր էին, բայց ես մի օր որոշեցի դա մի կողմ դնել ու ճիշտ արեցի, որովհետեւ հասկացա, ունեցա այդպիսի հասկացողություն Տիրոջից եւ առաջնորդություն, այսօր, այս պահին դրա ժամանակը չէ, օր կգա, կլինի դրա պահն ու դրա ժամանակը, ես անպայման իմ ժողովրդին կտեղեկացնեմ ինչ է պետք անել, լավ, վստահ եմ ինձ հետ համաձայն ես, որ Աստված մեզ չի թողի տգիտության մեջ, անհասկացողության մեջ, եւ մենք ասենք շփոթված այս խնդրի հարցի շուրջ այս սրա վերաբերյալ չենք մնա այսպես են շփոթված անպայման մենք կունենանք պատասխան լավ ոչ մեկ մեր մեջքին չի խփի եւ չի ասի գնացեք խաղաղությամբ ամեն բան լավ կլինի Տերը ձեր հետ մի խոսքով նման բաներ չեն ասի որովհետեւ մենք կսպասենք Տիրոջը մենք կսպասենք խաղաղությամբ առանց փոթորկված, առանց խոճապված, առանց այս ալեկոծված սրտի, ալեկոծված հոգու, ինչը որ այսօր նկատում եմ, օրեցօր աճում է ժողովրդի մեջ։ Իմ խորհուրդն է ձեզ եւ իմ կոչն է ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ, իմ եղբայրներ եւ քույրեր, հնարավորին չափ պահպանեք ձեր խաղաղությունը, Աստված միշտ իր ժողովրդի համար ունեցել է եւ ունի ելք ամեն թող սա լինի ձեզ համար մխիթարություն բայց մի համարեք որ ձեր ուսին նույնպես ես խփեցի եւ ասեցի գնա խաղաղությամբ լավ բայց եկեք սկսենք գիտեք օրեր առաջ ավելի ճիշտ այ օրեր առաջ երեք չէ առաջի օրն ուրեմն օրեր առաջ ես դիտում էի լրագրողների հարցերին պատասխանող Բիլ Գեյթսին Բիլ Գեյթսը չի հանդարտվում Բիլ Գեյթսը չի հանգստանում Երբ նստած էր լրագրողներին տալիս էր իր պատասխանները հարցազրույցի ժամանակ հանկարծ ես նկատեցի որ պատը որ իր հետևում էր պատի վրա մի պաստառ կար հա եւ այդ պաստառի վրա գրված էր հետեւյալը սա Բիլ Գեյթսին էր վերաբերվում սա իր պաստառն էր գրած է սա մեր գլոբալ նպատակն է գլոբալ գոլն է մեր ինչի մասին էլ որ ինքը 8 րոպե հաղորդում տվեց որտեղ այդ 8 րոպեն այդ մասը ես վերցրել եմ որպեսզի կիսվեմ դրա շուրջ ձեզ հետ Microsoft ընկերության հիմնադիր եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը Bill Gates-ը հեռացել է իր կորպորացիայից եւ հիմա լրատվական միջոցներից ելույթ է ունենում որպես գլխավոր համաճարակաբան եւ իբր թե մարդկության փրկիչ Պրոգրամիստը, որը իր գործի մեջ հրաշալի մեկն էր, հրաշալի մասնագետ էր, հանկարծ չգիտես ինչու, այս պանդեմիայի ժամանակ դարձավ համաճարակաբան եւ փորձեց կատարել մարդկության փրկչի գումանիտար գեր, գումանիտար մարդու դեր, լավ, ուրեմն լրագրողի հարցին պատասխանեց այսպես Կարդում եմ Բիլ Գեյթսի ոչ թե ինչ-որ մեկն է ասել, ոչ թե ինչ-որ մի տեղ եմ կարդացել, այլ ես անձամբ լսեցի հենց իր ուրեմն այդ ճեպազրույցը։ Նա լրագրողի հարցին այսպես պատասխանեց. Գիտեք, որ աշխարհի բոլոր պետությունները, ասաց Գեյթսը, պարտավոր են շատ մեծ միջոցներ հատկացնել առողջապահությանը, որովհետև ըստ նրա
դա թույլ կտա կասեցնել կորոնավիրուսի հետագա նոր տարածումը։ Մենք պետք է ստեղծենք նոր պատվաստանյութ, ասեց նա, եւ պատրաստ լինենք ապագայում հնարավոր նմանօրինակ արհավիրքներին հակազդելուն։ Առաջին հայացքից սա այնքան անհրաժեշտ բան է երևում, բայց խնդրում եմ հետևիր ինձ։ Ինչու է սրանով հետաքրքրված Microsoft ընկերության հիմնադիրը։ Ինչ կապ կա վակցինացիայի պատվաստանյութի եւ այս մարդու միջև։ Գիտեք, պատասխանը պարզ է, որովհետեւ սա նրա կողմից մշակված ապագան կանխատեսող եւ մարդկանց ահաբեկող ծրագրավորում է։ Ես լսեցի նրա տված պատասխանը հարցազրույցի ժամանակ եւ մի բան, որի վրա կանգ առա հետեւյալն էր։ Այս ինչ որ խոսեց պատվաստանյութի մասին, եկեք մտածենք աշխարհի մասին, աշխարհը փրկելու համար, մարդկանց փրկելու համար, որպեսզի չունենանք հիվանդ ժողովուրդ, որպեսզի հետագա պորտկումները նոր կորոնավիրուսի կանխարգելվի, այդ ամեն ինչը հասկանալի է, սակայն ասեց հետեւյալը նա. Ամերիկան շատ շուտով կվերադառնա իր հունին, այսինքն կյանքը կվերադառնա իր հին հունին, թե նոր հունին, դա կտեսնենք, մարդիկ կանցնեն իրենց աշխատանքներին, կյանքը կշարունակվի, նշեց մի կարևոր բան, սակայն ես չեմ կարծում, որ այդ նույն բանը տեղի կունենա այն օրգանիզացիաների հետ, այն կազմակերպությունների հետ, որտեղ տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ տեղի են ունենում մասսայական հավաքներ, մի պարզ պատճառով նշեց նա, որ եթե բոլորը չստանան վակցինան, չպատվաստվեն, ապա վստահ եմ, ասաց Բիլ Գեյթսը, որ նման հավաքները ոչ միայն տեղի չեն ունենա այստեղ Ամերիկայում, այլ նրանք ընդհանրապես տեղի չեն ունենա։ Ասեց մեծ հավատքով ու շատ վստահ, որովհետև մինչև դուք բոլորդ չպատվաստվեք, մինչև այս պատվաստումը բոլորդ չստանաք, մենք չենք կարող լինել հանգիստ, որ ունենալ հավաքույթներ, որտեղ կլինեն շատ մարդիկ, որովհետև մենք կարծում ենք, եթե դու այդ պատվաստանյութը չես ստացել, դու վարակակիր ես, դու վարակը տարածող ես եւ դու վտանգավոր մարդ ես, կարելի ասել դու թշնամին ես հասարակության։ Եվ բոլորն ասացին, սա հրաշալի ծրագիր է, այո, սա մի ծրագիր է, որտեղ կարելի է պատվաստանյութի միջոցով լինել ապահով, որ բոլորին ներարկված է այս ուրեմն վակցինան եւ մենք չունենք այլևս որևէ վախ ապագայում ունենալ նման ուրեմն էպիդեմիա, նման համաճարակ, սա հրաշալի գաղափար էր։ Ես կարծում եմ, չեք մոռացել, որ մեր ծառայություններից մեկում կարծում եմ անցյալ 5 շաբթի էր, որ ես խոսեցի Python-ի ալիքների էֆեկտի ազդեցության մասին, որտեղ ես նշեցի հետևյալը, ասելով, որ COVID-19-ի համաճարակի տարածման ժամանակ նույնպես ասեցին, մնացեք տանը, փրկեք ձեզ եւ փրկեք երկիրը, եւ դա ապահով է ձեզ համար, մենք հոգ ենք տանում ձեր համար, հոգ ենք տանում ձեր ընտանիքների համար, հա, եւ առաջի հայացքից այդ ամենը այնքան ապահով, այնքան մարդասիրական, այնքան կարևոր մի բան է, հա, առաջի հայացքից թվում, որ նմանատիպ մի երկրորդ քայլը ուզում են ասել, որ եթե դուք չպատվաստվեք, եթե այս նյութը համաճարակների դեմ դուք չունենաք, դուք վտանգ եք ներկայացնում մեր երկրի եւ հասարակության համար, հասկացեք, մենք սա անում ենք ձեր լավի համար, մենք սա անում ենք ժողովրդին առողջ պահելու համար, որովհետեւ ժողովրդի առողջությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը դա պետության շահերի խնդիրն է, պետությանը պարտավորեցնող համար առաջին խնդիրներից եւ ուրեմն բարդ լուծում ունեցող հարցերից մեկն է, ինչը որ այսօր մենք տեսանք էլ, որ որքան այն բարդ է։ Գիտեք, երբ իմ երեխաները փոքր էին, շատ փոքր չէին, որովհետև հիշում եմ, որ իմ աղջիկը 9-րդ դասարան էր, տղաս մի փոքր ավելի փոքր էր, իրանք հիվանդացան կարմրուկ մանկական ինֆեկցիայով,
ուրեմն իրանց հնարավոր չէր տեղափոխել հիվանդանոց, որտեղ երկուսն էլ համաձայն չէին։ Մենք կանչեցինք տուն, հիշում եմ, այդ ժամանակ հրավիրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական բաժանմունքի դոկտոր պրոֆեսորին, որը համարվում էր ինֆեկցիոնիստ, եւ երբ որ այդ մարդը եկավ, ուրեմն մեր տուն եկավ, կանչեցինք, եկավ երեխաներին նայեց, ասաց, որ այո, իր լեզվով, բժշկական լեզվով, ասաց, սա համարվում է դասական կարմրուկ, սակայն ասաց, ես ձեզ մի բան կասեմ, լինելով վարակաբան, լինելով այսքան մեծ ուրեմն տարիների փորձառություն ունեցող մեկը, ձեզ մի պատմություն եմ ուզում պատմեմ, ուզում եմ, որ դու էլ լսես, ասաց, իմ երեխաները ոչ մեկը չեն ստացել պատվաստանյութ, ասաց, որովհետև ես իմ երեխաներին ինչ հիվանդություն, որ մանկականում պետք է կրեն, ես տարել եմ բոլոր այդ տիպի հիվանդ երեխաների ծոցն եմ բարգացրել, իմ եղբորս տղան ասաց կարմրուկով հիվանդ էր, եւ ես տարա իմ տղային, ասացի գիշերը այստեղ կքնես, եւ որ քնեց այդտեղ կարմրուկով վարակվեց ինքը, ասացի սա ինչի համար եք ասում, ասաց ասում եմ այն մասին, որ իմ երեխաներին ես ոչ մի տեսակի վակցինա չեմ տվել, ինքս առաջարկում եմ դա բոլորին, բայց ես իմ երեխաներին չեմ արել, ասացի իսկ կա դրա վերաբերյալ տրամաբանական ձեր բացատրությունը, ասաց վակցինաները մենք ստանում ենք Սանկտ Պետերբուրգից, ասում եմ իր խոսքերը, վակցինաները ստանում ենք Սանկտ Պետերբուրգից եւ ես չգիտեմ դրանք ինչպիսի է, այսօր կապը մի փոքր վատ է, դրա համար շուշուտ կտրվում է, բայց դուք դրան ուշադրություն մի դարձեք, կկտրվի եւ նորից կմիանա։ Ասաց ես իմ երեխաներին այդ պատվաստանյութը տվել եմ, չեմ տվել, որովհետև չգիտեմ, դա հին է, թարմ է, ինչ կա դրա մեջ։ Մեկը կարմրուկային հիվանդությունն է եւ մանկական բոլոր վարակներային հիվանդությունն է, որ երեխաները պիտի անպայման տանեն։ Այնպես որ իմ երեխաները տարան, վերջացրեցին առանց որևէ մանկական վակցինա ստանալու։ Ես մնացի զարմացած։ Ասացի, սա համարվում է պրոֆեսոր եւ վարակաբան։ Եվ այս մարդն ասում է, ես իմ երեխաներին չեմ դրել, որտեղ ես չգիտեմ այդ պատվաստանյութը իրանից ինչ է ներկայացնում։ Ես չգիտեմ դա քանի տարիների հնություն ունի։ Դա սովետական ժամանակներից է մնացել, թե որ ժամանակներից է մնացել, ես գտնում եմ, որ եթե երեխան պետք է վարակվի դրանով, թող վարակվի, վերջանա, հետո անցնի իր կյանքին։ Ինչը եղավ նաև իմ երեխաների մոտ, որոնք երկուսն էլ չէին ստացել պատվաստանյութ։ Երկուսն էլ ստացան կարմրուկ, ստացան իրենց մանկական բոլոր հիվանդությունները, ունեցան այդ խոզուկ եւ այլն։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ, դրանք բոլորը անցան։ Մարդու օրգանիզմը այդպես է, հա, ինքը դիմադրողականություն ունի ամեն տեսակի համաճարակի վարակի դեմ։ Եթե այսօր դու ասես, բա ինչի են մնացածը մահանում, ես կասեմ, մահանում են այն մարդիկ, հա, որոնք ունեն շատ թույլ իմունիտետ, ունեն թոք անոթային անբավարար ուրեմն վիճակ, ունեն շնչառական ուրեմն ուղիների պրոբլեմ, հիմնականում խոցելի են այդ խմբին պատկանող մարդիկ եւ իհարկե արդեն շատ ավելի մեծահասակները, որոնք պարտադիր չէր որ լիներ համաճարակ, որ որևէ հիվանդությունից արդեն խեղճանային կամ անկողին ընկնեին, հա։ Ասելիքս որն է։ Ես ասացի, որ չենք խոսելու միկրոչիպերի մասին եւ ես չեմ խոսում, սակայն ես ուզում եմ մի կարևոր բան ասեմ։ Բալավ, եթե հանկարծ սա իրականում գործի դրվի եւ պահանջեն ժողովրդից, որ դուք պետք է բոլորդ պատվաստանյութ ստանաք եւ եթե դուք ուզում եք, որ ձեր եկեղեցիները բացվեն, ապա մենք առաջարկում ենք հետեւյալը. դուք չեք հավաքվի այնքան, ձեր եկեղեցիների դռները չեն բացվի այնքան, մինչեւ բոլորդ չպատվաստվեք եւ մինչեւ այս պատվաստանյութը չստանաք։ Հիմա մենք ես կրկին վերադառնում եմ իմ ծառայության հենց սկզբի մասին, որ մարդը այն անձնավորությունն, այն ստեղծագործությունն է, որը ուզում է անպայման տալ իրան բավարար պատասխան։ Ինչ կանեմ, ինչ կանենք, ինչ պիտի անենք, եթե նման խնդիրը թակեց մեր դուռը։ Գիտեք, ես հիշեցի մի պատմություն Աբրահամի եւ Աստծո հետ կապված։ Մինչև այս պատմությունը կպատմեմ, ուզում եմ ասեմ ձեզ, որ Հիսուսը մի առակ պատմեց իր աշակերտներին, որ բարի հովիվը 99-ին թողնում է, գնում մեկ
գնում մեկ մոլորվածին գտնում եւ բերում։ Ուզում եմ մի հատ մաթեմատիկական լուծում տանք այս առակին։ Այդ 99-ին ինչու թողեց։ Թողեց, որովհետև նրանք արդեն իր տանն էին, արդեն փրկված էին, արդեն Քրիստոս որդի վրա պատվաստված էին, 99 փրկված ապահովներին թողեց, գնաց մեկ միավորի հետևից, որպեսզի նրան էլ փրկի բերի, որ 99-ին մեկը գումարես կդառնա 100, ինչը համարվում է կատարելության թիվ 100%-ով, երբ մեկին մի բան ես ասում, մարդը հասկանում է, որ դա 100%-ով գերազանց կատարված կամ խոստում է կամ գործ է, մենք ասում ենք 100%-ով, այսինքն ոչ ավել, ոչ պակաս, հաստատ 100%-ով։ Գիտեք, ես մտածում եմ սրա վրա, 99 բավական չէին քեզ տեր, այն մի հատներ էր քեզ պետք, որ դու գնացիր այդ մեկին էլ գտար, բերեցիր եւ ավելացրեցիր ու հոտը դառավ ամբողջական, այո, նրան այդ մեկն էր պետք, որ մենք ասենք Աստված կատարյալ է իր ամեն գործի մեջ, Աստված կատարյալ է քո կյանքի մեջ, Աստված կատարյալ է քեզ հետ բռնած գործի մեջ, Աստվածաշնչում գրված է, այն գործը, որ Աստված քո հետ սկսեց, կտանի մինչև վերջ, կհասցնի իր ավարտին, ամեն, փառք Տիրոջը, հիմա, ինչ եմ ուզում ասեմ, դուք բոլորդ նրա փառախի գառներն եք, դուք բոլորդ Հիսուս Քրիստոսի աչքի բիբն եք, դուք բոլորդ այնքան թանկ մարդիկ եք Տիրոջ համար, ինչպես նա կարող է թողել, որ որևէ համաճարակի կամ որևէ մի պրոբլեմի պատճառով նա ձեզ թողի անբացատրելի, անհասկանալի իրավիճակներում, որտեղ դուք տանուլ կտաք ձեր փրկությունը, տանուլ կտաք լիքը բաներ, չհավատաք, որ մենք այսպիսի Տիրոջ ենք հավատում, չհավատաք սիրելիներ, նա 99-ին անպայման կբերի կմիացնի այդ մեկին, որը միգուցե դու ես, եւ նա կունենա 100%-անոց փրկված ժողովուրդ, ում նախատեսել էր փրկությանը բոլորին, բայց բոլորը չեն որ փրկվեցին, սակայն ովքեր որ փրկվեցին, այդ ամբողջությունը կոչվեց 100%-ով։ Ամեն, սակայն մի կարևոր բան եմ ուզում ասեմ, թող սա լինի համար առաջին կարևոր լուրը, որ այսօր դու լսեցիր այստեղից, լավ, որ նա անպայման չի մոռանալու ոչ մեկին, միլիարդավոր մարդ է լցված լինի տիեզերքի տակ գործող համընդհանուր մեկ եկեղեցի Քրիստոսի մարմին կոչվածի մեջ, ու դու մի հատը չես հասցրել դեռ լինել այնտեղ, անպայման նա դրանց թողելու է գալու է քո հետևից։ Ամեն, սա բարի լուրը, առաջին բարի լուրը քեզ համար, լավ, հաջորդ բանը, որ ուզում եմ ձեզ ասել, որ ասացի, ինձ դուր եկավ Աբրահամի և Աստծո ընկերության պատմությունը, երբ Աստված պատրաստվում էր Սոդոմ Գոմորը կործանել, հանկարծ հիշեց Աբրահամին, որի եղբոր տղան Ղովտը Սոդոմ Գոմորում էր իր ընտանիքի հետ ապրում։ Գիտեք, այդտեղ մի հատ արտահայտություն կա արված Տիրոջ կողմից, որ ինձ այնքան դուր է գալիս։ Աստված Աբրահամին կոչեց իմ ընկերը։ Ես չգիտեմ որևէ մի պերսոնաժ Սուրբ գրքում, որին Աստված նույնպես կոչեր իմ ընկերը։ Հետո գիտեմ, որ մի մարդու ասեց սրտիս համեմատ մարդ, դա Դավիթն է, նման խոսքեր ու նման մարդկանց շատ չունի Տերը Սուրբ գրքում, որոնց ասել է, բայց Աբրահամի համար ասեց, սա իմ ընկերն է, պատկերացնում եք, մտածիր այս ուղղությամբ, մենք սովոր ենք ասելու, որ մենք Աստծո որդիներ ենք, մենք Աստծո զավակներ ենք, մենք եկեղեցու անդամներ ենք, մենք Տիրոջ ծառաներ ենք, բայց մեզանից քանիսները վստահ են կամ կարող են ասել, ես Աստծո ընկերն եմ եւ նա էլ իմ ընկերն է։ Ես այնքան եմ ուզում, որ դու սրա վրա այսօր կանգ առնես։ Ասաց Աբրահամը իմ ընկերն է, եւ ես չեմ կարող Սոդոմ Գոմորը կործանելուց առաջ ընկերոջս լուր չտամ, որ եղբորը տղան, որը ապրում է Սոդոմ Գոմորում, կարող է կործանվածների ցուցակում լինի, եթե կարող ես լուր տուր նրան, որպեսզի փրկվի։ Ես վստահ եմ, որ ձեր մեջ այսօր կան մարդիկ, որոնք հենց հիմա հասկանում են, ես որտեղ եմ տանում այս պատմությունը։ Բայց եկեք միասին բացենք Ծննդոց 18-րդ գլուխը եւ 17-րդ խոսքից մինչեւ 24-ը կարդանք։
ծննդոց ինձ դուր է գալիս այս խոսքը եւ այս մասին նաեւ նշում է Եսային թե Աստված ասեց Աբրահամը իմ ընկերն է Փառք Տիրոջը Եսայի ծննդոց 18-րդ գլուխ Եսային են կարդալու ահա ծննդոց 18-րդ գլուխ 17-ից 24 համարները կարդանք Եվ Եհովան ասաց միթե ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ միթե Տերը քեզանից մի բան կծածկի ինչ որ անում է սիրելի եղբայրներ եւ խոքույրեր խնդրում եմ խաղաղությունով պահեք ձեր սրտերը միթե Տերը մի բան թույլ կտա լինի առանց մեզ տեղյակ պահելու վերցրու այս խոսքը քեզ համար այսօր Միթե Աբրահամից ծածկող ես ինչ որ մի բան եմ անելու ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զորավոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են որովհետեւ ես ճանաչեցի նրան որ իր որդկանցը եւ Իրանից հետո իր տանը կպատվիրի այսինքն ասում է Աբրահամը իր որդիներին եւ իր տան անդամներին պատվիրում է որ նրանք Եհովայի ճանապարհը պահեն տեսեք ինչն է գնահատել Աստված Աբրահամի մեջ ասում է որ Աբրահամի տանը այցելել է Աստված եւ տեսել է որ Աստված Աբրահամը ինչպես է խրատում ինչպես է սովորեցնում իր տան անդամներին իր ժողովրդին պատվել Աստծուն սա դուր է եկել Տիրոջը Ինչպես է նրանց սրտերը ուղում դեպի Տերը, ինչպես է Աբրահամը իր տան անդամների բոլորի սրտերի մեջ դնում որոնումներ առ Աստված, սա դուր է եկել, Աստված հետևել է Աբրահամին եւ հավանել է այն տնային գործը, որ տանը երեկոյան նստելուց Աբրահամը հավաքում էր իր ժողովրդին, հավաքում էր իր ժողովրդին եւ խոսում էր Աստծո մասին, Աստված Սա տեսել է ու շատ հավանել Հիմա ասում եմ Որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը եւ Իրանից հետո իր տանը կպատվիրի, որ նրանք Եհովայի ճանապարհը կպահեն արդարություն եւ իրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերի ինչ որ ասել են նրան։ Եվ Եհովան ասաց. որովհետև Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացավ եւ որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ, ուստի իջնեմ եւ տեսնեմ, թե ինձ մոտ եկած աղաղակի պես արին բոլորը, կամ եթե ոչ որ գիտենամ, եւ այն մարդիկ այնտեղից դուրս եկան դեպի Սոդոմ գնացին, եւ Աբրահամը տակավին կանգնած էր Եհովայի առաջին, եւ Աբրահամը մոտեցավ եւ ասեց. Միթե ամբարիշտի հետ արդարին էլ կկորցնես։ Ես այստեղ ուզում եմ կանգ առնենք։ Աբրահամին լուր տան։ Հիմա եկեք տեսնենք ինչ ասում Եսայի մարգարեն։ Որտեղ է գրված, որ Աբրահամը Աստծո ընկերն է, սա կարևոր է, այս այն նույն պահն է, ուսին ոչ մեկ չի կարող խփի եւ ասի, ինձ թվաց, որ գրված է, չէ, այդ մասին գրված է Աստծո խոսքում, Եսայի մարգարեության 41-րդ գլխի նշիր սա, նշիր եւ փափակ թող ծնվի այս երեկոյից քո մեջ, Տեր, ես էլ եմ ուզում լինել Աստծո քո ընկերը։ Ուրեմն Եսայի 41-ի 8-րդ խոսքում գրված է. Եվ դու Իսրայել իմ ծառա, ով Հակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելի Աբրահամի սերունդը, որ քեզ առա երկրի ծայրերից եւ քեզ կանչեցի նրա եզերքիցը, քեզ ասեցի, դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ եւ քեզ չեմ մերժի։ Մի վախենալ, որովհետեւ ես քեզ համար մի վախեցիր ու մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստվածն եմ։ Զորացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ, նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը։ Ուզում եմ այստեղ տեսնեմ երևի համարը սխալ եմ գրել, որ ասեց Աբրահամը իմ ընկերն է։ Լավ, ես այդ համարը կգտնեմ, լավ, բայց Եսայի մարգարեն ասում է ինչպես Աստված էլ ասեց, թե Աբրահամը իմ ընկերն է, լավ, ես կնայեմ այդ համարը ու անպայման ձեզ կասեմ, լավ, շատ լավ, չշարունակենք շատ երկար կարդալ, որովհետև ժամանակ կվերցնի, ապա գնանք առաջ, երկրորդ բանը,
որ բարի լուր է այսօր քեզ համար, եթե դու ընկերանաս Աստծո հետ, նա քեզ էլ կասի, թե որն է ելքը։ Ամեն։ Աբրահամը ընկերություն անելով Աստծո հետ, ընկերություն անելով Եհովայի հետ օրհնվեց շատ։ Ես ուզում եմ մի քանի բաներ կարդամ Աբրահամի օրհնություններից, հա, որ այդ ընկերության արդյունքում Աբրահամը ունեցել է։ Գիտեք, սա այնքան ինձ համար կարևոր եւ հուզիչ պատմություն է, որ երբ Աստված կանչեց Աբրահամին, երբ խոսեց Աբրահամի հետ, թե քեզանից մեծ ազգ եմ ստանալու, քեզանից մեծ ազգ է դուրս գալու, դու մի որդի կծնես, խոստումի որդի, եւ քո որդիները կլինեն աստղերի չափ, ավազի չափ։ Գիտեք, մենք բոլորս Աբրահամի որդիներն ենք հավատքի կողմից։ Ամեն, մենք ոչ մեկս ֆիզիկական կողմից չենք, հա, Աբրահամի, բայց հավատքի, մեր հավատքի հայրը Աբրահամն է։ Ու ես կարծում եմ, որ սա թող լինի հոգևոր մի գենետիկա, հա, որը կօգնի մեզի նույնպես ունենալ Աստծո ընկերությունը մեր մեջ։ Ամեն։ Աբրահամը կարծես թե մի սովորական մարդ էր, ճիշտ է, հարուստ մարդ էր, գործարար մարդ էր, սակայն ինչ-որ մի հատ ասորեցի լուսնապաշտ մի հատ մարդ էր, եւ մի օր երբ որ Աստված կանչեց, նրան ասեց, որտեղ որ ապրում ես ուր քաղաքում, այդտեղից դուրս պետք է գաս։ Եվ Աբրահամը դուրս եկավ ուր քաղաքից։ Ես պատգամը այսպես եմ վերնագրել, ընկերություն, որը օրհնություններ է բերում, ընկերություն, որը օրհնություններ է տալիս, լավ։ Հիմա տեսնենք ինչ պատահեց Աբրահամին, ինչ օրհնություններ այս ընկերությունից ստացավ Աբրահամը, որ միգուցե կշահագրգռի նաև քեզ, հա, միգուցե նաև աշխատի քո ներսում, ընկերություն, որ օրհնություններ է բերում։ Եվ այսպիսով Աբրահամին Աստված կանչեց, ասաց Աբրահամ, դուրս պիտի գաս ուր քաղաքից։ Աբրահամն ու Սարան սկզբից սովորեցին ճանաչել Աստծուն, երկրպագել նրան։ Ուզում եմ, որ դու քո մոտ գրես եւ քո մոտ նշես, ինչպես է սկսում ընկերությունը։ Մինչ կթվարկեմ հաջորդ մյուս հզոր օրհնությունները, որ Աստված արեց Աբրահամի կյանքում, ուզում եմ մի բան ասել, ընկերությունը հենց այնպես չի ծնվում։ Ընկերությունը հենց այնպես որպես նվեր Աստծուց չի գա քո կյանքում։ Ընկերության համար պետք է անել ներդրումներ, ընկերության համար պետք է լինել լավ ընկեր, ունենալ առաջի հերթին իմանաս, որ ընկերության ամենաոսկե պարանը, որ կապում է, դա հավատարմությունն է։ Հավատարմությունը մեկը մյուսին նկատմամբ, հա? Հավատարմությունը քո Աստծո նկատմամբ, իսկ Աստծո հավատարմությունը քո նկատմամբ, կխնդրեմ չկասկածես։ Լավ, ուրեմն ընկերության համար պետք է անել ներդրումներ, ընկերության համար պետք է լինել նվիրաբերող մարդ, ընկերության համար պետք է ունենալ զոհաբերող սիրտ, ընկերության համար պետք է լինել հավատարիմ մարդ, ընկերության համար պետք է լինել սիրող մարդ, ամեն, պետք է լինել հնազանդ մարդ։ Եթե ուզում ես կոչվել Աստծո ընկեր, ապա հետևիր սրանց։ Տես ինչ արեց Տերը, երբ Աբրահամն ու Սարան որոշեցին հնազանդվել Աստծուն, երբ Աբրահամը իր տան բոլոր անդամներին սովորեցրեց եւ ճանաչացրեց ով է ամենակարող Աստված, եւ Աստված կարծում եմ լուսապուտից երևի նայում էր, ինչով է զբաղված Աբրահամը իր ժողովրդին ինչ է սովորացնում։ Որքան ես ներդրում արել որդիներիդ կյանքում, հարազատներիդ մեջ, որքան ես ավետարանել, որքան տեղեր ես գնացել եւ պատմել ես արքայության ավետարանը, որքաններին ես կոչ արել, որ իրենց սիրտը նվիրեն Աստծուն, թորնիկներին քո փեսային, քո հարսին, քո աղջկան, քո տղային, երեխաներիդ, որքանով ես նրանց սովորեցրել, որքանով ես նրանց սրտերի մեջ ներդրում արել, փնտրելու Աստծո թագավորությունը։ Գիտեք, այսօր առավոտյան, երբ մեր Facebook-յան էջում ես տեղադրում էի մեծ եղեռնի մասին հայոց ցեղասպանության իմ հոդվածը եւ մի հատ էլ բանաստեղծություն գրել եմ, դա կարող եք նայել Revival Church of Hollywood էջում, դա մեր եկեղեցու official էջն է, սա admin էջն է, որտեղից դուք տեսնում եք on-line ծառայությունները։
բոլոր նրանք ովքեր վերջերս են միացել մեզ, միջանկյալ ուզում եմ ասեմ, որ մեր եկեղեցու գլխավոր օֆիցիալ էջը համարվում է Revival Church of Hollywood Facebook-յան էջը, որտեղ դրվում են ամենօրյա մեր պուբլիկացիաները, նկարները։ Այդ ժամանակ զանգեց Հայաստանից իմ փոքրիկ թորնուհին եւ ուզում էր ինձ հետ խոսալ։ Եվ ես իրան ասեցի, ես հիմա բանաստեղծություն եմ գրում եւ ես հիմա նյութ եմ դնում մեր Facebook-յան էջում, սակայն ես ուզում եմ, որպեսզի դու քո մեծ քուրիկին խնդրես, քանի որ դու արդեն տարերը ճանաչում ես, որ ինքը քեզ համար մտնի եւ կարդա իմ դրած պատմությունը, պուբլիկացիան մեծ եղեռնու մասին, որպեսզի դու, լինելով հայ ազգի մի կտորը, հայ ազգի մի մասնիկը, անպայման ծանոթանաս քո ազգի պատմության հետ։ Նույն ձև այսպես է, իմ երեխաներն էլ, իմ թոռնիկներն էլ ունեն իրենց սրտում Հիսուս Քրիստոսին, ունեն որոնումներ առ Աստված, ճանաչում են Սուրբ Գիրքը, ամեն մեկը մանկական Աստվածաշնչից սկսած հասել է մինչև մեծ Աստվածաշնչին, հա։ Այսինքն, ես փորձել եմ իմ հնարավորին չափ որոնումներ դնել իմ երեխաների սրտերի մեջ առ Աստված, որպեսզի նրանք երբեք չդառնան կորստյան որդիներ, որպեսզի նրանցից ոչ մեկ, ոչ իրենք, ոչ իրենց երեխաները չպատերազմեն իմ Աստծո հետ, չպատերազմեն ավետարանի հետ, պարզ է։ Եվ այսպիսով առաջ շարժվենք։ Աբրահամը հնազանդվեց Աստծուն, հեռացավ Ուր քաղաքից։ Աբրահամը չասեց, գիտես Տեր, ես ինձ սովորել, ինձ եմ սիրում մեր քաղաքը, ինձ լավն է Ուր քաղաքը, այդ ժամանակվա ցիվիլիզացիայի կենտրոնն էր համարվում։ Սակայն Աբրահամը ասեց, եթե դու հարմար ես գտնում Տեր, որ ես թողնեմ այս երկիրը ու գնամ այստեղից, թող լինի ինչպես որ ասում ես։ Հնազանդ անձնավորություն։ Սա բաներ էր, որ գերեց Աստծո սիրտը։ Հաջորդը Ուր քաղաքից դուրս գալով նրանք անցան գնալու դեպի Քանանի երկիր։ Հիմա Քանանի ճանապարհին կրկին հանդիպում ենք Աբրահամին եւ Աստված պաշտպանեց Աբրահամին եւ Սարային, երբ նրանք Քանանի ճանապարհով գնալիս, այսինքն դեպի Քանան գնալիս ներեցեք, հանկարծ մի քաղաք մտան, որ կոչվում էր Գերար, եւ Գերարի թագավոր Աբիմելիքը վերցրեց Աբրահամի կնոջը Սարային, որտեղ շատ գեղեցիկ էր, սակայն Աստված միջամտեց այդ ճանապարհորդության ընթացքում կատարված այս մեծ դեֆեկտին։ Սա մի փոքր նաեւ մի քիչ ծիծաղալու պատմություն է, երբ Աբրահամը ասաց, սա իմ կինը չէ, սա իմ քույրն է, սակայն սրա վրա ժամ չեմ ուզում կորցնենք, հա, սակայն Աստված միջամտեց, ինչ ես անում Աբրահամ, ուր ես ասում Սարան իմ քույրն է, գիշերը երազին եկավ, ուրեմն Գերարի թագավոր Աբիմելիքին եւ ասաց, ձեռ չտաս սա Աբրահամի կինն է, իր քույրը չի, այսինքն, ասելուց նպատակը որն է, Աբրահամը Աստված մեջ մտավ, խառնվեց Աբրահամի կյանքում մի հատ կազուսնի իրավիճակին, որտեղ Աբրահամը համարյա տանուլ էր տալիս, էնել ինչի իր կնոջ։ Հաջորդը գնացին Քանանի երկիր։ Ես ուզում եմ ասեմ, որ խոսում եմ մի պատգամ, որը վերնագրել եմ, կրկնում եմ կրկին անգամ, ընկերություն, որը տալիս է օրհնություններ, որը բերում է օրհնություններ, եւ ես պատմում եմ, որ Աստված եւ Աբրահամը իրար ընկերներ էին, եւ այդ ընկերության արդյունքում ինչեր ունեցավ Աբրահամը, եւ երբ իր կյանքում շատ օրհասական պահեր եկան։ Հիմա Քանանում ապրելիս Աստված համբերությամբ լսեց Աբրահամի մտահոգությունը վերաբերող Սոդոմին։ Ես երկար չկարդացի Սոդոմի մասին, Աբրահամը սկսեց զրուցել Աստծո հետ. Տեր, եթե Սոդոմում 50 արդար լինի, 40 արդար լինի, 10 լինի, 5 լինի, 1 լինի, մի խոսքով, կարծես շուկա էր անում Աստծո հետ, եթե մի մարդ էլ գոնե արդար լինի, կարող ես զարկես, չխփես, հա Տեր, չավիրես, հա Տեր, այսինքն Աստված լսեց Սոդոմում Սոդոմը կործանելու վերաբերյալ Աբրահամի անհանգստությունն ու մտահոգությունը եւ միջամտեց այնտեղ նույնպես փրկեց Աբրահամի եղբոր որդի Ղովտի ամբողջ ընտանիքը։ Հաջորդը Աստված Աբրահամին եւ Սարային տվեց կարողություն եւ վերականգնեց նրանց զորությունը զավակ ունենալու հարցում։ Բոլորս գիտենք այս պատմությունը, որ Աբրահամը 100 տարեկանում նոր որդի ունեցավ, այն խոստացյալ որդին, որը Տերը իրեն խոստացել էր դեռ երբ ինքը 75 տարեկան էր։
Այսինքն Աստված վերականգնեց Աբրահամին էլ, Սարային էլ, տվեց զորություն եւ կարողություն սերունդ ունենալու, սա Քանանում ապրելու ժամանակ։ Աբրահամը Աստծո հետ քայլելուց եւ Տիրոջը լսելուց եւ Տիրոջ հետ ընկերանալուց մի լավ բան ձեռք բերեց, մի բան, որ մենք բոլորս դրա կարիքն ունենք, հավատք, առողջ հավատք, կայուն հավատք, անսասան հավատք, Աստծո հավատք, այնպիսի հավատք, որ երբ որ Տերն ասեց տար որդու զոհաբերի, չխառնվավ իրար ես մարդն ասել, ես ինչ եմ ասում, ասաց նա, որ ինձ ասեց դա, ու նա, որ այս երեխային ինձ տվեց, ու եթե որոշում ավեկալի թող իրական կլինի, տարավ, որ իր որդուն զոհաբերի, մի հատ նայեք, ընկերության մեջ այս մարդու հնազանդության, հավատարմության, հավատքի և նվիրվածության չափը, այո, և ամենակարևորն ուզում եմ ասեմ, անցնելով Աբրահամը իր կյանքի դառը պատմությունը, դժվար օրերը, ինչու ոչ, գիտեք, մեծահասակ մարդ էր, ճանապարհների մեջ, ուխտերով, այնտեղ ծառաներով, ժողովրդով, դառավ պանդուխտ, մի ժամանակ հանգիստ իր տանը իր ուր քաղաքում ապրում էր ինքը, իր կինը, իր հայրը, մի խոսքով խառանում ապրում էին իրանց համար, վերջը հանկարծ Աստված հանեց այս մարդկանց, տեղը հանարեց, ճամփա գցեց, այս սրանք վեկալան բերով, բարձով, ուխտով, ծառայով, ամեն ինչով ընկան ճանապարհներ եւ այլն, եւ ասենց հանկարծ սխալ մի հատ բան տեղի ունեցավ նաեւ իր ծառա Հագարի հետ, երբ որ երեխայի հարցում ունենալու ճիշտ չհասկացավ, Հագարի մոտ մտավ եւ Իսմայելը ծնվեց, հետո Իսմայելը եւ իր մայրը դուրս շպրտվեցին Սարայի հրամանով, հետո Իսահակ, հետո պատմություններ եւ այլն, հետո Սարան մահացավ, հետո Աբրահամը կրկին ամուսնացավ, նորից ընտանիք, նորից երեխաներ, նորից կին, այսինքն այնպես չի, որ հանգիստ մի հատ կյանքով է ապրել, ունեցել է իր կյանքում շատ վերելքներ ու շատ անկումներ, շատ բարձունքներ ու շատ վայրեջքներ, վայր ընկնել անգամ, սակայն այս ընկերության և հարաբերության վերջում Աբրահամը մահացավ խոր ծերության մեջ, մահացավ տարիքը առած և իր օրերից բավարարված, իր օրերից կշտացած, Աբրահամը և Աստված ընկերներ էին, ու երբ որ Աստված պատրաստվում էր Սոդոմի մեջ պրոբլեմ բերել, այսինքն Սոդոմին իր անառակության այլասերված մեղքերի պատճառով ծծումբի կրակով վերացնել, չմոռացավ իր ընկերոջը, դժվար պահին Աբրահամին կանչեց, լուր տվեց, ինչ անի, ոնց անի, այս ամենն ասացի նրա համար, որ դու իմանաս ու չվախենաս, որ եթե միկրոչիպեր կտեղադրեն, թե գազանի 666-ի մասին, 666 նշանի մասին արդեն գործնական քայլեր կսկսվեն, ես ուզում եմ ասեմ, եթե Աստված քո ընկերն է, ճիշտ ինչպես Աբրահամի պես, քո ընկերն է, նա անպայման կգա եւ քեզ լուր կտա, թե դու ինչ պիտի անես, հիշիր, որ նա 99-ին ապահովելով չմոռացավ այն գնաց, գտավ այդ կորածին, բերեց, որ իր գործը, որ արել է Գողգոթայի խաչի վրա, համայն մարդկության համար 100% լինի, ամեն, այսինքն նա տանելու է կատարյալ հարսին, կատարյալ վիճակով է տանելու իր հարսին, չի տանելու ջարդված, կոտրված, կորած, վերացած, ոչնչացած հարսը Քրիստոսի եկեղեցին է, սակայն իմ կոչն է այսօր քեզ, սիրելի եղբայրս, քույրս, որ դու հիմա դիտում ես ինձ, ուզում եմ մի պահ կանգնես, թողնես ամեն տեսակի երևակայությունները, թողես ամեն տեսակի, ես այնպես եմ հավատում, ես որ հավատում էի, դուք որտեղ եք, խնդրում եմ սրտիդ խոնարհությունով, հնարավորին չափ խոնարհությունով լսիր այս կոչս, եթե դու դեռ չես համարվում Աստծո եկեղեցու մասնիկը, եթե դու վստահ չես, որ Քրիստոս Հիսուսի հարսի մի կտորն ես դու, ամբողջացնում ես նրա մարմինը քո ներկայությամբ, նշանակում է դու այսօր մտածելու լուրջ առիթ ունես, եւ ես քեզ կոչ եմ անում, եք այսօր
Հիմա երբ այս երկրպագության տակ մենք կսկսենք աղոթելը, ես կտամ քեզ մի որոշ ժամանակ, որ դու մտածես երկու կարևոր բաների մասին։ Առաջի հերթին, մինչև ես չլինեմ նրա եկեղեցու, նրա փառախի գառը, փրկված, վերստին ծնված գառը, չեմ կարող կոչվել ընկեր, որովհետև պիտի սկզբից սիրտս տամ նրան, հետո կառուցեմ ընկերություն։ Համաձայն ես։ Սկզբից պիտի սիրտդ տաս Աստծուն, կյանքդ նվիրես Աստծուն, որը եթե ամենաթանկն է քեզ համար, հետո նրանից հետո կսկսեն գեղեցիկ, հաճելի, անուշ, քաղցր հարաբերություններ կենդանի Աստծու հետ։ Կգա ժամանակ, որ նա կասի, այսինչը, այնինչը իմ ընկերն է, ոնց սրանց անտեղյակ թողնեմ, ոնց սրանց անտեղյակ պահեմ, ես պիտի անպայման գնամ, անպայման լուր տամ, անպայման միջոցներ գտնեմ, իմ ժողովրդին արթնացնեմ, իմ ժողովրդին հասկացողություն տամ, ինչ անել այս դժվար ժամանակներում, երբ որ մարդիկ այս չիպերից, այս համաճարակից ու նման այս կարգի բաներից բավականին ընկճվել են, բավականին նեղված են, բավականին խեղճացել են եւ դեռ հնարավորոշները տեսնելով իրանց երկրի թագավոր, տեսնելով Աստծո ժողովրդի եւ եկեղեցիների վրա իշխանություն ունեցող ոմն մեկերը հայտարարել, որ ով որ բացվի, չեն կարող բացվել այն տեղերը, որտեղ մարդկանց հավաքներ են լինում, միջոցառումներ են լինում, որտեղ կուտակվում են մեծ քանակությամբ մարդիկ, մինչև դուք չլսեք, ինչ ենք մենք առաջարկում ձեզ։ Լսեք, ով ինչ ուզում է խոսա, հիշի հետևյալը, այս աշխարհում շատ ձայներ կան, կարողացիր բազում ձայների մեջից լսել քո անուշ Հովվապետի ձայնը, Հիսուս Քրիստոսի փրկող ձայնը, խաղաղություն տվող ձայնը, կերակրող, ապահովող, սիրող, հանդարտության մեջ տանող այդ ձայնը, ամեն, միշտ հիշիր, վերջին խոսքը պատկանում է Աստծուն և գրչի վերջին հարվածը տալիս է Աստված, ում ես պատկանում դու, նրա ժողովրդից ես, նրա փառախի գառներից մեկն ես, եթե այո, դա հիասքանչ է, եթե ոչ, արի մտածիր լավ այսօր, արի մտածիր, արի ասա Տեր, իմ սիրտը տալիս եմ քեզ, Տեր, բացի նրանից, որ իմ սիրտը տալիս եմ քեզ, ուզում եմ Աբրահամի պես Տեր, մտերմություն և ընկերություն ստեղծել քո և իմ մեջ, ես ուզում եմ Տեր, այսպիսի ընկերությունը, ինչպես ուներ Աբրահամը, ես էլ կառուցեմ, որի արդյունքում կասեմ հետևյալը, ընկերություն, որ տվեց ինձ բազում օրհնություններ։ Իսկ հիմա եկեք միասին աղոթենք, լավ, եկեք վերցնենք մի քանի րոպե, խոնարհենք մեր գլուխները, ես չեմ ուզում միևնույն բանը մի քանի անգամ կրկնեմ, սակայն ուզում եմ ասել, մինչ դու նրա ընկերը կդառնաս, գոյություն ունի կարևոր գլխավոր քայլը, որը կոչվում է ես իմ սիրտը քեզ եմ տալիս եւ ես անպայման երբ եկեղեցիները կբացվեն Տեր, առաջինը ես կվազեմ եւ կտեղավորվեմ քո եկեղեցիներից որևէ մի աթոռի վրա, ես կասեմ Տեր, ահա ես այստեղ եմ, ահա ես քո տանն եմ, ես քո փառախի մեջ եմ, ես այստեղ եմ քո ժողովրդի հետ, ես այստեղ եմ, որ կոչվեմ Քրիստոսի մարմնի մի անդամը Տեր, հիշիր ինձ եւ կգաս քո փառքով։ Ամեն, հալելույա։ Իսկ հիմա եկեք աղոթենք լավ, հալելույա, փառք Տիրոջը, հալելույա, փառք Տիրոջը, ալելույա։ Եկեք բոլորս սկսենք աղոթել։ Արամեսի, ակերով տեսքիս
Մարգարեության 41 աստորեն բամարը ճիշտ էր ասենց ես Եսայի մարգարեության 41 գլխի 8-րդ խոսքը պարզապես կա թարգմանություն, որը կոչվում է ժամանակակից թարգմանություն, որովհետև սիրելի բառը փոխված է ընկեր բառով լսեք կրկին անգամ ուզում եմ, որ դու անպայման նշես այս համարը Եսայի 41 8-րդ խոսք 41-րդ գլուխ 8-րդ խոսք խնդրում եմ նշի որովհետև երբ որ կընկերանաս նրա հետ կընկերանաս Աստծո հետ կբացես այս համարը կասես սա կատարվեցավ ինձ համար գրված է Եվ դու Իսրայել իմ ծառա ով Հակոբ որ քեզ ընտրել եմ իմ սիրելիի Աբրահամի սերունդը իմ սիրելիի Աբրահամի սերունդը նոր ժամանակակից թարգմանության մեջ գրված է եւ դու Իսրայել իմ ծառա ով Հակոբ որ քեզ ընտրել եմ իմ ընկեր Աբրահամի սերունդ որդիներիդ նավաղը կանվանի դուք իմ ընկերոջ այսինչի երեխաներ դուք իմ ընկերոջ այսինչի զավակներ Այնքան հուզիչ ու գեղեցիկ համար է սա Դու մի ամբողջ կյանք ապրել ես երկրի վրա Դու ծառայել ես Տիրոջը Քո ծնկները 1000 անգամ հատակի վրա են բախվել Քո աչքերից արցունքներ են թափել Քո որդիներիդ համար Նրանց փրկության համար Քո ազգի, քո ժողովրդի համար ու մի օր նա քո ժողովրդին, նա քո ընտանիքի անդամներին, նա որդիներիդ կասի, կհանդիպի եւ կասի, ով այս ինչը Դու գիտես դու ով ես Դու իմ լավ ընկերոջ Իմ սիրելի Իմ Աբրահամի Իմ այսինչ աղջկա Իմ այսինչ ընկեր Այսինչ անձնավորության տղան ես Սերունդն ես Աղջիկն ես Որդին ես Մենք չենք ապրում միայն մեզ համար Մենք ապրում ենք որպիսի Կարողանանք ասել Աբրահամի Իսահակի Հակոբի եւ մեր շարակների Աստված, որովհետեւ մենք երկրավոր ապրած մեր կյանքում ամենադժվար ժամանակներում մեր սիրտը մեր կյանքը հանձնեցինք քեզ, ընդունեցինք քեզ, հրավիրեցինք քեզ մեր սրտի մեջ, մեր ընտանիքների, մեր կյանքերի մեջ եւ ասեցի Տեր, հիշիր իմ սերունդին, հիշիր իմ որդիներին, հիշիր որդիներիս որդիներին Որովհետև ես քո հետ կառուցել եմ լավ հարաբերություններ, առողջ հարաբերություններ, ես քայլել եմ քո հետ, ես հնազանդվել եմ քեզ Տեր, ես ծառայել եմ քեզ, ես ասել եմ թե Աստված իմ ընկերն է, եւ դու էլ հետո իմ որդիներին երբ հանդիպես կասես, եկել եմ ձեզ օգնելու, եկել եմ այսինչ կամ այնինչ ցաներ իրավիճակից ձեզ դուրս անելու, իմ ընկեր, իմ սիրելի, այսինչի կամ այնինչի պատճառով Հալելույա Եկ այսօր էլ մի կորցրու ժամանակ Եկ այսօր եւ կրկին անգամ ինձ հետ եթե դու դեռ չես համոզված քո փրկության մեջ Գիտեք ցավալի մի բան է եկեղեցում կարող ես հարցնել մարդկանց քանիսն են ձեր մեջից փրկված մարդիկ չգիտես վախենում են կասկածում են ինչ են անում բայց բոլորը չէ որ հանգիստ ձեռք են բարձրացնում եւ ասում են ես փրկված եմ ես հավատում եմ Աստծո շնորհքին որը շնորհով փրկված եմ եւ հավատում եմ Քրիստոսի արյան զորությանը որով լվացված է իմ բոլոր մեղքերը ես հավատում եմ Աստծո ողորմությանը որը վեր դասեց դատաստանը հա Ողորմությունը վեր դասեց դատաստանից եւ ես վերստին ծնված եմ ես նոր ստեղծագործություն եմ ես Աստծո պոեմն եմ ես Աստծո ընկերն եմ ինչ էլ որ լինի այս երկրի մեջ միկրոչիպեր կտեղադրեն պանդեմիա կլինի կամ որևէ մի հատ ուրիշ վարակ ու համաճարակ կլինի կամ որևէ մեկը կկանգնի եւ կասի ես եմ մարդկության փրկիչը ես եմ այն գումանիտար ազնվորությունը որ անհանգստանում եմ հոգ եմ տանում ձեր բոլորի Փրկության եւ առողջության համար մեկ է կամ մի ձայն որ տարբերվում է այս աշխարհում հնչող բոլոր ձայներից մի մեղմանուշ մի ձայն որ հնչում է իմ հոգուս խորքից իմ քաղցր իմ անուշ Հովվապետի անուշ ու հոգատար ձայնն որ խոսում է իմ ներսից եթե դու Հիսուսին ունես քո կյանքում արի աղոթենք եւ ասենք Տեր Հիմա ուզում եմ այս ժամանակների մեջ
կառուցել լավ ընկերություն քո հետ, որ իմ մասին էլ գրես Տեր, թե իմ սիրելի ընկերոջս Աբրահամի պատճառով, ով Հակոբ, ով Իսրայել, քո ես քո սերունդին կորտնեմ իմ ընկերոջ պատճառով։ Հալելույա։ Եկեք այսօրվանից սովորենք ներդրումներ անել առողջ, հավիտենական եւ կայուն ընկերության մեջ, որտեղ կլինեն երկու անձ, դու եւ Աստված։ Հալելույա։ Եք իրար հետ աղոթենք, լավ։ Եք աղոթենք եւ անպայման այս ընկերության մասին չմոռանաս, եթե այն կառուցես, դա կլինի ընկերություն, որը կբերի բազում օրհնություններ քեզ, քո կյանքի բոլոր ճանապարհների մեջ, եւ չի մոռանա անգամ քեզ էլ, որդիներիդ որդկանցել։ Ամեն։ Տեր Հիսուս, մենք քո առջև ենք։ Հալելույա, ես այնքան օրհնված եմ, Տեր, ով Իսրայել, ով Հակոբ, ես կողորմեմ ու կորտնեմ քեզ իմ սիրելի Աբրահամի պատճառով, քեզ էլ քո սերունդին է, այնքան հուզիչ է այս ինձ համար, այնքան օրհնություն կա այս նախադասության մեջ, Տեր, դրա համար մենք այսօր աղոթքով եկել ենք քո առջև եւ ասում ենք, Տեր, մենք մարդիկս անհաջող էության Տեր մեկերներն ենք, Տեր, եկել ենք, որ ասենք փոխիր մեր բնությունը, փոխիր մեր էությունը, դարձրում ես, Տեր, այնպիսի մարդիկ, դիր, կերտի մեր ներսում նոր սիրտ, նոր հոգի, Տեր, դարձրում ես հնազանդ, հավատարիմ, Աստծուն չուրացող, Տիրոջը դավանող, ամեն իրավիճակներում Տիրոջ անունը իր շուրթերից չգցող, ամեն իրավիճակներում աչքերը երկինք հառած, բարձրացրած դեպի երկինք Տիրոջը սպասող, հավատարիմ ընկերներ, ինչպես Աբրահամը, որ ուր էլ որ գնանք, ինչի միջով էլ անցնենք, վստահ լինենք, նա անպայման կասի, մինչ Սոդոմը կործանելը, հիշեմ իմ ընկերոջը, գնամ իրան լուր տամ, որ հանկարծ որևէ մեկը իր հարազատներից այս պատժի մեջ չկորչի։ Փառք ես քո հավատարմության համար, փառք ես քո անսահման սիրո համար, փառք ես, որ այսօր քո գիրկդ բաց է բոլոր նրանց համար, ովքեր առաջ են շարժվում ասելու, Տեր, դարձիր, ոչ միայն իմ Աստվածը, իմ փրկիչը, այլ նաև եղիր իմ ընկերը։ Բոլոր նրանք, ովքեր այսօրվանից կփորձեն ներդրումներ անել մի նոր ընկերության մեջ, որի անունն է ընկերություն Աստծո հետ։ Ես աղոթում եմ, որպեսզի բոլորը այդ ուխտի մեջ կապվեն այն ոսկի պարանով, որի անունն է հավատարմություն։ Հալելույա, փառք ես, Տեր, ես այնքան վստահ եմ, Տեր, ավելին վստահ եմ, որ ինչպիսի ձայներ էլ հնչեն այս երկրի մեջ, աշխարհում ինչպիսի վախի ձայներ էլ որ հնչեն, ով էլ որ վեր կա նաև ինչ կերպարանքով էլ ուզենա դուրս գա մեր առաջ, մեր սրտում մի հովիվ կա, մեր սրտում մի քահանայապետ կա, մեր սրտում մի գահ կա, որի վրա նստած է մեկ Աստված, մեկ փառավորված Աստված, մեկ փրկիչ, մեկը, միայն այդ մեկը, ով Գողգոթայում իմ և քո փրկության համար վճարեց իսկական գինը։ Մենք քո ժողովուրդն ենք, մենք Աստծո ժողովուրդն ենք, մենք քո տիեզերքի տակ գործող եկեղեցու մի կտորն ենք, մենք քո հարսի մի մաստիկն ենք, մենք այդ անդամներից մեկն ենք, Տեր, հալելույա, տեղյակ մեզ պահիր, Տեր, թող Սուրբ Հոգին հայտնություն բերի եկեղեցիների մեջ, եկեղեցու առաջնորդների մեջ, բոլոր հովիվներին, Տեր, այս օրերին աղոթում ենք, Տեր, որ բոլոր առաջնորդներին, բոլոր հովիվներին, որոնք պատասխանատու են ժողովրդի հոգևոր հացի, փրկության, ժողովրդի շարժի համար, Տեր, որոնք անցնում են, որոնք տանում են իրենց հետևից հոտ շարժվում դեպի հավիտենություն, տաս բոլոր եղբայրներիս և քույրերիս հայտնություն, բոլորին, Տեր, զորացնես, բոլորի գլխի յուղը թարմացնես, ես աղոթում եմ բոլոր հովիվների համար, բոլոր լիդերների համար, բոլոր Աստծո խոնար ծառաների համար, որոնք ոչ մի բան չեն խնայում Աստծո ժողովրդին պաշտպանված, խնամված, կերակրված պահելու համար, ինֆորմացված պահելու համար, սնում են անաղարտ, մաքուր, անխարդախ բանական կաթով,
Փառք ես Տեր, մենք աղոթքը մեր բերեցինք Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ ասում ենք ողջ փառքերը լինի քեզ այսօր եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Կարծում եմ, որ սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչ որտեղ դու խաղաղություն ստացար, խաղաղվեցիր, ես անպայման քեզ որպես քո ավագ քույր քեզ կոչ եմ անում, հենց եկեղեցիները կբացվեն ու նրանք անպայման կբացվեն, որովհետև եկեղեցու Տերը Բիլ Գեյթսը չի, եկեղեցիների Տերը Հիսուս Քրիստոսն է, Բիլ Գեյթսը չէ արյուն թափել եկեղեցիների համար, Բիլ Գեյթսը չի կարող սիրել համայն մարդկությանը, դա կարող էր անել միայն մեկանց, որի անունն է Քրիստոս Աստված, ամեն, և նա մերն է, նա մեր Հիսուսն է, նա մեր Քրիստոսն է, նա մեր հովիվն է, նա մեր քահանայապետն է, նա մեր ավագ եղբայրն է և նա մեր ընկերն է, ամեն, անհոգ եղիր, ինչպիսի իրավիճակներ ելնեն, նա անպայման կշտապի գա քո տուն և քեզ լուր տա, բա գիտես, սենց բան է լինելու, պատրաստվիր, նա երբեք կիսատ պռատ եկեղեցի չի տանի, տես, աչքը մի հատի վրեն էր, որ մնացել էր դրսում, նրան էլ բերեց ու նոր հանգստացավ, եթե դու այն մեկն ես, որ դրսում ես, ես աղոթում եմ, որ երբ եկեղեցիները բացվեն, Տեր Հիսուսը քեզ շալակած իր տուն բերի, ամեն, որպեսզի մենք էլ ուրախանանք քեզ տեսնելուց, դու էլ վստահ ու ապահով լինես քո փրկության մեջ, սիրելի Աստծո շնորհակալ եմ ինձ հետ ժամանակը կիսելու համար, ինձ հետ մնալու համար այս ուղիղ եթերում, ուզում եմ ասեմ, որ շաբաթ օրը ժամը 1:30-ից սկսված մինչև կիրակի օրը 2:30 այստեղ 1:30 կլինի 2:30 մինչև ունենալու են 24 ժամյա շուրջօրյա աղոթք և ծոմապահություն, այսինքն ծոմապահությամբ սկսելու ենք և 24 ժամ միանալու են մեզ եկեղեցու ծառայողները, եթե դու ուզում ես նույնպես 24 ժամվա մեջ 1 ժամն էլ դու վերցնես և աղոթես քո ազգի, քո ժողովրդի համար, քո ընտանիքի փրկության համար, այս խառը իրավիճակների մեջ Աստծո հզոր բազուկի համար, որ հայտնվի քո կյանքի մեջ, կխնդրեմ, որ կամ Revival Church Hollywood Edge-ում թողես, կամ այստեղ թողնես քո անունը, թե շաբաթ օրը ժամը ցերեկը 1:30-ից հետո մինչև կիրակի օրը 1:30-2-ը, որ ժամում կուզեիր դու նույնպես ունենայիր քո աղոթքի ծառայությունը եւ դա կլիներ շատ հրաշալի թե մեզ, թե քեզ համար։ Ուզում եմ կրկնել, որ անպայման վերցնես ծոմ, բավական մնացինք տանը, բավական տանը մնալով միակ զբաղմունքը հիմնականում եղել է լավ սնվելը, հիմա ճիշտ ժամանակն է մի փոքր բեռնաթափվել, շաբաթ օրվանից վերցնել քո Սուրբ Գիրքը, պատրաստվել ծոմապահության մեջ մտնելու, կարդալ Սուրբ Գիրքը, ունենալ աղոթքի ժամեր, ուսումնասիրել Աստծո խոսքը ու երբեք չմոռանաս, փաստորեն ճիշտ էի կարդացել Եսայի 41:8-ը, դա նշես, որ այն կատարվի քո կյանքում։ Լավ, հետևեք մեր նորություններին երկու էջերում էլ, ինչպիսի նորություններ կլինեն և ինչ պետք է լինի, անպայման մեր էջում ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ թարմանում են, ինձ մնում է ձեզ մաղթել հաջողություն, մնացեք կպած գիտեք, միգուցե օրինակս դուրը չգա, բայց թույլ տուր ես օրինակն ասեմ, գիտեք տզրուկ կա, որ մի բանի վրա կպնումը չի պոկվում, այտենց տզրուկի պես կպիր Աստծուն ու էլ երբեք չպոկվես, այսօրվանից գնա և ասա, ես մի կյանք իչքան որ ապրեմ, ներդրումներ եմ անելու, իմ և Աստծո, ընտիր, գեղեցիկ, հավիտենական և ամուր ընկերության մեջ, որովհետև ընկերությունը, դա այն ընկերություններից մեկն է, եզակի, որ կբերի իմ կյանքում օրհնություններ և չի մոռացնել դա Աստծուն իմ սերունդին։ Եղիր օրհնված, կհանդիպենք կիրակի օրը և ես կարծում եմ կիրակի օրը ինձ հետ միասին այստեղից կծառայեն մի քանի քույրեր նույնպես, մի քանի ծառայողներ աղոթքի մեջ,
մենք կաղոթենք տարբեր խնդիրների համար, որոնք անհանգստացնում են այսօր ժողովրդին, այնպես որ ես Կիրակի օրը մենակ չեմ լինելու, կխնդրեմ, որ անպայման ինձ միանաք նորից ուղիղ եթերում եւ ինձ հետ միասին այդ օրհնյալ հզոր Աստծո գեղեցիկ կանայք կծառայեն ձեզ աղոթքի մեջ եղեք օրհնված մնացեք դզրուկի պես Հիսուս Քրիստոսի փեշերից կպած դրանից ապահով տեղ աշխարհում չես կարող փնտրել ամեն եղեք օրհնված կհանդիպենք